Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորումը ավելի կարևոր է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համար, քան միջնորդ լինելը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ասել է միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆիշերը, այս մասին հայտնում է Շպիգելը։ Նրա խոսքով Թրամփը կարող է հրաժարվել հակամարտության կարգավորման հարցում միջնորդությունից, եթե այդ գործընթացը խոչընդոտ դառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Ֆիշերը հավելել է, որ ուկրաինական կողմը Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շփումներն ընկալում է որպես պոտենցիալ սպառնալիք։ Եվրամիության երկրները պետք է պատժամիջոցներ սահմանեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ լրագրողների հետ կապված ամբողջ դաշինքի դեմ ապակայունացնող գործունեության համար։ Այս մասին հայտնել է Բերլիներ Ցեյտունգի թղթակիցը։ Նա ասել է, որ ֆոն դեր Լեյենը պետք է պատժի ենթարկվի, քանի որ նա օգտագործում է իր ուժը հասարակությունից թաքցնելու պատվաստանյութերի խարդախության մասին փաստաթղթերը։ Ավելի վաղ քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ասել էր, որ ֆոն դեր Լեյենը շատ թշնամիներ ունի Եվրամիության կառավարությունում, ուստի COVID-19-ի պատվաստանյութերի հետ կապված սկանդալը կարող է վերջնականապես փչացնել նրա հեղինակությունը։ Հնարավոր է նաև, որ նրա հրաժարականի կոչեր հնչեն։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին, սակայն ժամկետները կախված են Վատիկանին որպես միջնորդ ընդունելու Մոսկվայի պատրաստակամությունից։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ քննարկումներ են ընթանում բանակցություններում Վատիկանի որպես պոտենցիալ հյուրընկալողի կամ միջնորդի դերի շուրջ։ Բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ, թեև դա կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից մասնակցելու դրանց, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը օտարերկրյա առաջնորդների հետ իր հանդիպումները վերածել է սոված խաղերի։ CNN-ի լրագրող Սթիվեն Քոլինսոնը այսպես է մեկնաբանել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի Վաշինգտոն կատարած այցը։ Լրագրողի խոսքով օտարերկրյա առաջնորդները ԱՄՆ նախագահի սրբազան ворջ են մտնում իրենց քաջությամբ, քանի որ ասուլիսների ժամանակ նա իրեն ըմբշամարտիկի պես է պահում։ Քոլինսոնը պնդում է, որ Թրամփի մոտեցումը կարող է դիտվել որպես ԱՄՆ նոր նախագահական վարչակազմի արտաքին քաղաքականության փոխաբերություն, որը քաոսային է քաղաքականացված և լցված դավադրության տեսություններով։ Ռուսաստանը շահագրգռված չէ Վատիկանի ներգրավմամբ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում։ Մոսկվան նախընտրում է շարունակել անցյալ շաբաթ Ստամբուլում սկսված պատվիրակությունների հանդիպումները։ Այս մասին գրում է Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ-ի և եվրոպացի առաջնորդները ձգտում են Վատիկանին Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղ բանակցություններ մեջ մտցնելու այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ Հռոմի Պապ Լևոն 14-ը հետաքրքրություն է հայտնել այդ գաղափարի նկատմամբ։ Նշվում է, որ ռուս պաշտոնյաները չեն ծրագրում, որ նախագահ Վլադիմիր Պուտինը այս պահին կմեկնի Վատիկան կամ որևէ այլ տեղ։ Փոխարենը ասվում է, որ Մոսկվան կենտրոնացած է մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած տեխնիկական բանակցությունների շարունակման վրա։ Արցախից բռնի տեղահանված 9451 անձ մայիսի 20-ի դրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հայտարարել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են Հայաստանի քաղաքացիություն, հայտնել է նա։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորներ Հայկ Ցիրունյանի և Հրաչյա Հակոբյանը 5 օրով գործուղվում են Բուխարեստ։ Նրանց հետ կմեկնի նաև ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի մասնագետ Աննա Հովակիմյանը։ Ազգային ժողովի պատգամավորները Բուխարեստում կմասնակցեն ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 32-րդ հերթական նիստի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր կարճատև արձակուրդից։ Տեսանյութում երևում է, որ ինքը, նրա տիկին Աննա Հակոբյանն ու իրենց դուստրը Ալփին արագընթաց գնացքում են։ Սերբիան որպես Եվրամիության անդամակցության թեկնածու ներկայումս կանգնած է ռազմավարական ընտրության առաջ։ Երկիրը պետք է ընտրի որտեղ ուզում է լինել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը, փոխանցում է Associated Press-ը։ Սերբիան կանգնած է ռազմավարական աշխարհառազմավարական ընտրության առջև, թե որտեղ է ուզում լինել, նշել է նա։ Կալասի խոսքով Սերբիայի եվրոպական ապագան կախված կլինի այն արժեքներից, որոնք նա կպաշտպանի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Հարվարդի համալսարանից բացի այլ համալսարաններ օտարերկրյա ուսանողների ընդունելության արգելք սահմանելու հնարավորությունը։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։ Մենք անպայման քննարկում ենք սա, թող սա նախազգուշացում լինի մյուս բոլոր համալսարանների համար։ Մաքրվեք, շեշտել է նա։ Անդրադառնալով լրագրողի հարցին, Թրամփը եւ նրա վարչակազմը բազմաթիվ հայտարարություններ են արել Հարվարդի եւ այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների վերաբերյալ։ Իշխանությունների կարծիքով համալսարանը չի կարող ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների լիակատար անվտանգությունը, որոնց սպառնում են պաղեստինամետ ակտիվիստները, որոնք դեմ են Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռազմական գործողություններին։ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը չեղարկել է Հարվարդին տրամադրված $60 միլիոն դաշնային դրամաշնորհները, այն պատճառով, որ այն չի կարողանում լուծել հակասեմականության, էթնիկ եւ ռասայական խտրականության հարցերը։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն համայնքում քվեարկության իրավունքից զրկելու հարցի վերաբերյալ։ Նախարարները կանցկացնեն Հունգարիայի վերաբերյալ 8-րդ լսումը համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից նախաձեռնված 7-րդ հոդվածի ընթացակարգի։ Նշվում է ծրագրում։ Եվրոպական միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է համայնքի պետությունների որոշակի իրավունքներ, այդ թվում երկրի ներկայացուցիչի քվեարկության իրավունքը Եվրամիության խորհրդում կասեցնելու հնարավորություն կապված ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների հետ։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիայի ձայնի իրավունքից զրկելու հարցը, Բուդապեշտի կողմից համայնքի կարևորագույն որոշումները, առաջին հերթին Ռուսաստանին վերաբերողները արգելափակելու կարողության պատճառով։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Եմենից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են այն։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնաբերել են Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ է արձակում եւ Իսրայելի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ։ Ասվում է բանակի Telegram ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Ավելի ուշ բանակը հայտնել է, որ հրթիռը որսացել են։ Հութիները 2023 թվականի վերջից ի վեր հարյուրավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր են արձակել Իսրայելի ուղղությամբ վկայակոչելով Գազայի պաղեստինցի ժողովրդի հետ համելաշխությունը, որտեղ շարունակվում է Իսրայելի ռազմական գործողությունները։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա հանդիպեց Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հաջող էր։ Նախագահ Ռամաֆոսան հաջողությամբ ավարտեց աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նախագահ Թրամփի հրավերով այցի նպատակն էր վերականգնել եւ վերակենդանացնել Հարավային Աֆրիկայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, ասվում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակի հայտարարության մեջ։ Ռուսաստանի զինված ուժերը ներկայումս լուծում են սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ես արդեն ասել եմ, որ որոշում է կայացվել սահմանի երկայնքով անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ։ Մեր զինված ուժերը ներկայումս լուծում են այս խնդիրը, ասել է նա։ Նյու Դելհի եւ Իսլամաբադի միջև հրադադարը պահպանվում է երկու երկրների կողմից եւ աջակցվում է հակամարտության լիցքաթափումը, ասել է Պակիստանի բանակի հասարակության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն Ահմեդ Շարիֆ Չաուդրին։ Զինադադարը պահպանվում է։ Զինադադարից հետո երկու երկրների միջև կառուցվածքային կապեր են հաստատվել ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների եւ այլ մակարդակներում։ Ընթացքի մեջ է նաեւ փոխադարձ համաձայնեցված դեէսկալացիայի գործընթացը, ասել է նա։ Սպիտակ տունը կայքից հեռացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթների բոլոր ձայնագրությունները, բացառությամբ նրա երթմնակալության ելույթի։ Ըստ աղբյուրների, կայքի նշումներ բաժինը լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Թրամփի փոխնախագահ Վենսի եւ մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի ելույթների սղագրությունների փոխարեն այս բաժնում այժմ ներկայացված են նախագահի տարբեր միջոցառումների ժամանակ ունեցած ելույթների տեսանյութեր։ Այս բաժնում պահպանված միակ տեքստը Թրամփի երթմնակալության ելույթն է։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ Հարվարդն այլևս չի ընդունի միջազգային ուսանողների եւ որ համալսարանում ներկայումս սովորող բոլոր միջազգային ուսանողները պետք է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություններ։ Գրում եմ ձեզ տեղեկացնելու, որ Հարվարդի համալսարանի բակալավրիատի եւ փոխանակման ծրագրի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, ասվում է Նոեմի հայտարարության մեջ։ Նախարարը հավելել է, որ սա նշանակում է, որ բոլոր միջազգային ուսանողները պետք է տեղափոխվեն այլ համալսարաններ, իրենց ներկայիս կարգավիճակը պահպանելու համար։ Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար պայմաններ կստեղծվեն, հայտարարել է Թուրքիայի անվտանգության խորհուրդը։ Խորհրդի նիստը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Հանդիպման մասնակիցները գոհունակություն հայտնեցին, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ եւ վերահաստատեցին, որ ակնկալում են ապահովել վերջնական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ պայմանները, որի արդյունքները օգտակար կլինեն տարածաշրջանի բոլոր կողմերի համար, ասվում է Թուրքիայի անվտանգության խորհրդի հրապարակված հայտարարության մեջ։ Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ էլ-Թալաթի գյուղին։ Այս մասին հաղորդում է Ալ-Հադաթ հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիաական Հեզբոլլահ շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ Գերմանիայի կառավարությունը վախենում է, որ Միացյալ Նահանգները կհրաժարվի Ուկրաինայից միակողմանիորեն կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ կվերսկսի նրա հետ առևտուրը։ Այս մասին գրում է Bild թերթը հղում անելով աղբյուրներին։ Բերլինը կարծում է, որ նման զարգացումը կլինի վատագույն սցենարը։ Գերմանիայի իշխանությունները նման մտահոգություններ ունեին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո։ Գերմանական Մարշալի հիմնադրամի անվտանգության փորձագետ Կլաուդիա Մայորի խոսքով ԱՄՆ նախագահի դիրքորոշումը դժվար թե կանխատեսելի լինի եւ եվրոպացիները չեն կարող հույսը դնել դրա վրա։ Նա նշել է, որ ուկրաինական հակամարտությունն այլևս Վաշինգտոնի համար առաջնահերթություն չէ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ զրույցից հետո հայտարարել է, որ Փարիզն ու Պեկինը հանձնառու են Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելուն, որը սկսվում է հրադադարից։ Մենք ունենք նույն նպատակը կապված Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի հետ, ամուր եւ հուսալի խաղաղություն։ Այդ խաղաղությունը սկսվում է անհապաղ եւ անվերապահ հրադադարից, ասել է Մակրոնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մասնակցել մեծ յոթնյակի գագաթնաժողովին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ից 17-ը Կանադայում։ Աշխարհի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Կանադայի Ալբերտա նահանգի գեղատեսիլ Կանանանսկի շրջանում։ Մասնակիցները կքննարկեն միջազգային եւ տնտեսական կարևորագույն հարցեր։ ՆԱՏՕ-ի երկրները պետք է վերսկսեն սառը պատերազմի ժամանակ անցկացվող ռեֆորգեր լայնածավալ զորավարժությունները։ Նման կարծիք է հայտնել Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը։ Սրանք չպետք է լինեն պարզապես մանևրներ կամ մասշտաբային վարժանքներ, այլ իրական ժամանակում գործող ռազմական պլանների ցուցադրություն, ասել է նախկին զինվորականը։ Ստավրիդիսը շեշտել է, որ այս զորավարժությունների ընթացքում բոլոր մակարդակի հրամանատարները իրական իշխանություն կունենան զորքերի նկատմամբ։ Ռուսաստանը Ուկրաինայից ստացել է 1000-ի դիմաց բանաձևով գերիների փոխանակման ցուցակ։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պատասխանեց այն հարցին, թե արդյոք Մոսկվան Կիևից ստացել է ցուցակ։ Այո, իսկապես այն արդեն ստացվել է, ասել է Կրեմլի խոսնակը։ Պանամայի իշխանությունները որոշել են վերսկսել Վենեսուելայի հետ օդային հաղորդակցությունը ավելի քան 9 ամսվա ընդմիջումից հետո։ Այս մասին հայտնել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը Instagram-ում։ Պանամայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատում է Վենեսուելայի հետ օդային հաղորդակցության վերականգնումը։ Սա թույլ կտա երկու երկրների ավիաընկերություններին վերսկսել գործունեությունը, ասվում է հայտարարության մեջ։ Երկրների միջև օդային երթևեկությունը դադարեցվել էր։ Պանամա
ռազմական կողմի նախաձեռնությամբ 2024 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ Վենեսուելայում նախագահական ընտրություններ էին ընթանում, որոնցում հաղթանակ տարավ Նիկոլաս Մադուրոն։ Այնուհետև Պանամայի իշխանությունները հրաժարվեցին ճանաչել քվեարկության արդյունքները եւ կասեցրին դիվանագիտական հարաբերությունները Կարակասի հետ։ Մեծ Բրիտանիան ստորագրել է համաձայնագիր վիճելի եւ ռազմավարական առումով տեղակայված չագոս կղզիների նկատմամբ ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Այս քայլը ապահովում է ԱՄՆ Մեծ Բրիտանիայի ռազմական բազայի ապագան, որը կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի անվտանգության համար, ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես նաեւ հրատարակության մեջ նշվում է, որ համաձայնագրի համաձայն Մեծ Բրիտանիան Մավրիկիոսին տարեկան կվճարի 101 միլիոն ֆունտ ստերլինգ, ավելի քան 10.7 միլիարդ ռուբլի բազայի վարձակալության համար առնվազն 99 տարի ժամկետով։ Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի զինված ուժերի ուզու հարձակումներին։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Կուրսկի մարզի Բելովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը վիրավորվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։ Հաղորդում է ՏԱՍՍ. Նիկոլայ Վիկտորովիչ, մենք կպատասխանենք անկասկած, ասաց պետության ղեկավարը։ Քննչական կոմիտեի չհերկիզվող պահարանից գողացել են որպես իրեղեն ապացույց ճանաչված $500,000։ Հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Փաստինֆոն։ Ըստ տեղեկությունների ձերբակալվածը գլխավոր վարչության 5-րդ վարչության պետն է, որն այժմ գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Չհերկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Ենթադրյալ հանցագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Քննչական կոմիտեում բավական լարված իրավիճակ է։ Կասկածի տակ են վարչության գրեթե բոլոր աշխատակիցները։ Ստուգվում են յուրաքանչյուրի կապերը։ ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է օրեր առաջ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների խմբին։ Խոսքը Արման Բաբաջանյան, Արթուր Սաքունց, Տիգրան Խզմալյան թևի մասին է։ Նրա խոսքով հավաքված 10-ից 15 անձին կապացուցեցին, որ դա է այն պոտենցիալը, որ ունեն արևմտամետ ուժերը, որոնք ուզում են քայքայել հայ-ռուսական հարաբերությունները։ Մեր ժողովրդի կողմից որևէ աջակցություն այդ խմբակը չունի։ Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, որ դա մի քանի տոկոս է, իսկ ցանկացած հասարակության մեջ մի քանի տոկոս լինում են, ասենք, աղանդավորների կողմնակիցներ, լինում են, չգիտեմ, տարբեր ուրեմն փոքրամասնությունների կողմնակիցներ, լինում են մոլորված մարդիկ, բարեկամներ, ընկերներ, որոնք ասպես ասած խաթր են անում, հարևաններ եւ այլն։ Հա, բայց դա արդեն մի քանի տոկոս է, այսինքն դա որևէ քրիտիկական մասսա, առավել եւս հարց լուծող մասսա չի կազմում։ Սա շատ դրական երևույթ է, շատ ուրախալի երևույթ էր, որ այդպես 10-15 հոգի մարդ եկան, մենք էլ ուրեմն տեսանք, որ սա է, այսպես ասած, այն պոտենցիալը, որ ունեն արևմտամետ ուժերը, որոնք ուզում են քայքայել հայ-ռուսական հարաբերությունները, ինչը նշանակում է ոչ թե վատություն անել Ռուսաստանին, որտեղ Ռուսաստանը դրա կարիքը առանձնապես չունի, հա, դա նշանակում է վատություն անել Հայաստանին, հայ ժողովրդին, մեր ապագային, մեր անվտանգությանը։ Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծուգործով դատավարությունը։ Երեկվա դատական նիստում ցուցադրվել է տեսանյութ, որտեղ իբր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը խոստովանել է Շուշին իբր թե գրավելու իր մասնակցության մասին։ Մեղադրող կողմը պնդել է, որ Լևոն Մնացականյանը տեսանյութում ասում է, որ Շուշիի գրավման ժամանակ ինքը եղել է Աշոտ Ղուլյանի վաշտի կազմում։ Սակայն Լևոն Մնացականյանը հերքել է մեղադրող դատախազի պնդումները։ Այնպիսի գործիչներ էին բողոքում Լավրովի այցի դեմ, որոնք աջակցել են այս թուրքահպատակ ռեժիմին։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Շիրայր Սեֆիլյանը։ Անդրադառնալով ՀՀ-ԵՎՌԴ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին։ Այսինքն, երբ որ ինչ-որ գործիչներ բողոքում են Լավրովի այցից եւ Ռուսաստանի նկատմամբ որոշ չափով ճիշտ գնահատական են տալիս, սակայն միաժամանակ աջակցում են գործող թշնամական իշխանություններին, դա չի համապատասխանում այն ինչ որ իրենք փորձում են ցույց տալ։
Գուցե այս իմաստով մեր Չերևալը 1-2 օր ավելի ճիշտ էր, որովհետեւ քաղաքականապես ակտիվ շերտը մեր ժողովրդի ավելի ճշգրիտ գնահատի ով է։ Եվ նորից եմ ասում, հնարավոր չէ Լավրովի այցին թեմ լինել եւ միաժամանակ կողմ լինել Փաշինյանի իշխանության հարադեղմանը։ Եվ մենք երեք ականադես եղանք այնպիսի գործիչներ էին փորձում այդ փողոքին մասնակցել, որոնք այս տարիների ընթացքում աճակցել եւ աճակցում են գործող թշնամական, իսկ ասեի նաեւ Թուրքիայի ենթակա իշխանություններին։ Վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակի հարցը կքննարկվի ազգային ժողովում։ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայագրեր։ Օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ եւ երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաեւ թվային վարորդական վկայական։ Իսկ այն անձինք, որոնք նոր ձեռք կբերեն վարորդական վկայական, նրանց կտրվի ընտրության հնարավորություն, այն է, առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական։ Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով։ Այդ դեպքում տուրքը մի փոքր ավելին է եւ անձը հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական, ասել է նա։ Փոխնախարարը նաեւ ընդգծել է, որ թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ-ից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ստանալ։ Կառավարությունը հավանություն է տվել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած զինծառայության մասին օրինագծին։ Կառավարությունը սակայն որոշ փոփոխություններ է առաջարկում, ինչպես տեղեկացրել է նախարար Սուրեն Պապիկյանը, հեղինակը համաձայն է դրանց հետ։ Փոփոխություններն են. պարտադիր զինծառայության անցնել 1 ամիս վճարելով 24 միլիոն դրամ, պարտադիր զինծառայություն անցնել 4 ամիս վճարելով 18 միլիոն դրամ, մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն։ Պարտադիր զինծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիքը ներկայիս 27-ի փոխարեն նախատեսել 32 տարեկան։ Նախագիծը հաջորդիվ կքննարկվի ազգային ժողովում։ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Ռուսաստանի Դաշնության վաստակավար կառուցապատող ռուսական խոշոր շինարարական Տյումենթել ընկերության գլխավոր տնօրեն Աբրահամ Հովեյանն անդրադարձել է նոր դարաշրջանի մարտահրավերներին։ Խոսելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների մասին, Հովեյանն ասել է, թե դրանցում լարվածություն չի նկատում։ Մեր ժողովուրդների հարաբերություններում լարվածություն չկա, ես անձամբ կանեմ ինձնից կախված ամեն ինչ դա թույլ չտալու եւ մեր միջև բարիդրացիական հարաբերություններ պահպանելու համար։ Ոչ մի թշնամական գործիչ չի կարողանա սասանել ռուս-հայկական համագործակցության դարավոր հիմքը, քանի որ այն հիմնված է փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա։ Այո, մենք տեսնում ենք, որ արտաքին ուժերի ազդեցության տակ նման փորձեր արվում են բիզնեսի եւ համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Վստահ եմ, մեր ժողովուրդները թույլ չեն տա, որ ոչ բարեկամական գործողությունները վնասեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական փոխգործակցությանը, քանի որ դրանք ամրագրված են որպես ռազմավարական։ Կարծում եմ, որ երրորդ անձանց կողմից ազգամիջյան ատելություն սերմանելուն ուղղված բոլոր չհիմնավորված հայտարարությունները պետք է ճնշվեն օրենքի շրջանակներում։ 2026 թվականին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ կարծում եմ, որ իմաստուն հայ ժողովուրդը կկարողանա ճիշտ համախմբել իր կամքը ուղղված բացառապես իշահ Հայաստանի հայ ժողովրդի եւ բազմամիլիոնանոց Սփյուռքի, նշել է Հովեյանը։ Ինչ վերաբերում է Տյումենի հայերի միությունը ղեկավարելու հարցին, թե ինչպես է հաջողվում Սիբիրից հետևել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ նույնիսկ ազդել դրանց վրա, Հովեյանը պատասխանել է. հայերը որտեղ էլ ապրեն պորտալարով կապված են իրենց հայրենիքին։ Մենք հայերս անելու ենք ամեն ինչ, օգտագործելու ենք բոլոր հնարավոր կապերն ու հնարավորությունները մեր ժողովրդին օգնելու եւ Հայաստանի կործանումը կանխելու համար։ Վստահ եմ, մեր ժողովուրդը թե Հայաստանում, թե Մեծ Սփյուռքում բավական իմաստություն ունի բարեկամներին թշնամիներից տարբերելու համար։ Չէ՞ որ միայն այս դեպքում կարելի է հայոց պետականության պահպանման հույս ունենալ, ընդգծել է Աբրահամ Հովեյանը։ Իմպիչմենտի գործընթացն օգուտ է միայն Փաշինյանին։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքական գործիչ ազգային ժողովի նախկին падգամավոր Անի Սամսոնյանը։ Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը մերժելու ընդդիմության դիրքորոշմանը, ապա Սամսոնյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն իրեն անսկզբունքային ձևով է պահել։ Ինչքան որ պարոն Մարուքյանը լավ քաղաքական փորձ ունի, ես նաև իրեն հասկանում եմ այն առումով այս գործընթացի մեջ մտնելու կապակցությամբ, որ սա կարող էր հնարավոր
հնարավորություն ստեղծել, եթե ստորագրությունները հավաքվեին, էլի, բայց իհարկե միամտություն էր մտածել, որ այդ ստորագրությունները կհավաքվեն, եւ խորհրդանական ընդդիմությունը իրեն իսկապես շատ սկզբունքային ձևով պահեց, հա, սկզբում ասելով, որ առանց նախապայմանների մենք կտանք ստորագրություններ, թող լինի այդ տեխնացուն, եւ հետո չտվեց այդ ստորագրությունները։ Լրիվ նորմալ կդիտվեր, եթե չլիներ այդպիսի հայտարարություն եւ խորհրդանական ընդդիմությունը ասեր, այո, մենք չենք տալիս ստորագրություններ, որտեղ պարոն Մարուկյանը մեր տեխնացուն չի, մենք ունենք մեր տեխնացուն, սա կլիներ քաղաքական զրույց։ Բայց երբ որ խորհրդանական ընդդիմությունը հայտարարում է, որ կապ չունի մեզ համար, մեր նպատակն է օրինակ իշխանությանը տապալել եւ դրա համար մենք առանց նախապայմանների կտանք ստորագրություն, բայց հետո սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել, սա շատ անսկզբունքային է։ Սա հնարավորություն էր պարզապես պարլամենտում դեմ առ դեմ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու, խոսքս պարոն Մարուկյանի մասին է, Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու եւ ընտրություններից առաջ որպես Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած տեխնացու դիրքավորվելու, հա։ Այսինքն սա նորմալ է, սա քաղաքական քայլ է, բայց այստեղ մի քիչ պակասում է հեռատեսությունը, հասկանալով, որ այս ստորագրությունները չեն տրվելու, այս գործընթացը տեղ չի հասնելու, եւ սա կարող է ընդհանուր բացասական ֆոն ստեղծել ընդհանուր բոլոր ընդդիմադիր քաղաքական դաշտի նկատմամբ, եւ սա ուժեղացնում է բացառապես միայն Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Սա օգուտ է իշխանությանը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկ կա եւ Միացյալ Նահանգները փորձել է կանխել այն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո։ Մեր հիմնական նպատակն է փորձել ապահովել խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել, ասել է նա ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը նաեւ զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հետ կապված հարցերով։ Ճշմարտությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այն երկրների հետ, որոնք շատ դեպքերում չունեն կատարյալ մոդել, սակայն մենք պետք է նրանց հետ շփվենք մեր ազգային շահերից ելնելով եւ պետք է հավասարակշռենք այդ ամենը ազգային շահերը եւ դիվանագիտությունը, ասել է պետքարտուղարը։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռների ժամանման եւ մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, իր տելեգրամ ալիքում հայտնել է Ռոսավիացիայի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։ Շերեմետևո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման եւ մեկնման վրա։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի ուղարկում չվերթներ։ Գրել է նա, ավելի վաղ ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել օդանավակայանի գործունեության վրա։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում։ Մայիսի 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին եւ 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։